Բարև ձեզ, հարգելի հայեր ջան, հույսով եմ լավ եք, առողջ եք եւ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ասացին քնով տամածին, ուրապաչինում հոգով ցավածին, հիաստապածին նոր մի հիացում, սիրաստապածին մի նոր միացում։ Գյումրիում ընտրություններ էին, ընտրությունները եղան, մի մասը գնացին ընտրեցին ԿՊ, մի մասը ընտրեցին ռսալեզներին, մի մասը փչացան, կաշառք վերցրին, գնացին ընտրին, մի խոսքով ընտրությունները կայացան, բոլորը կարծում էին վերջացավ, սպասում են թե ինչ պետք է լինի ու հա սպասում են ու ինքը չի տալիս։ Ապրես տրամ սկսելու համար բայլուսով, Մարտունը չի տալիս, որովհետև սպասում է, թե ինչի է սպասում, շատերը չգիտեն։ թեթև տար, Բայց ընտրություններից առաջ արդեն հայտարարեց, իր այմուր ասма սխեման, Սերժիկի սխեման արդեն բացահայտեց։ Բայ ես ասում էի, Մարդիկ երբ որ ընտրությամբ էին զբաղվում, ընտրությունների էին գնացել, այդ ընթացքում ինքը արդեն հայտարարում էր, որ Վարդանիկը միանալու է ԿՊ-ին, արդեն դասավորել են դա եւ ԿՊ-ն դառնալու է իշխող Գյումրիում եւ ԿՊ-ն ունենալու է քաղաքապետ Գյումրիում։ Էլուս չունեմ խոսալ քո հետ, Նախապատրաստում էր։ Мама дорогая, я что в рай попал? Что за красота, а? Что это у тебя? Что это? Что за любовь моя здесь вот прекрасное такое стоит? Հիմա Գյումրիում ԿՊ-ն ամենաշատ ձայներն է հավաքել, կրկնապատկել է իր ձայները համեմատ անցյալ ընտրություններին տեսար ինչ արեցիր, ու հիմա մի քանի հատ ձայն է պակասում ԿՊ-ին, որպեսզի կարողանա քաղաքապետ ընտրի եւ կոալիցիա կազմի եւ այնտեղ կառավարի Գյումրիում։ Հանգստացար, Բայց ռուսուլմանները ավելի շատ են իրար հետ միասին։ Գազել, անհախտ գազել, լապել ես դու փողմեր Под руку не лезь никогда мне. Որովհետև մարդիկ հավատացել են այս Մարտունիկի հայտարարություններին, որ հանկարծ եթե ԿՊ-ին ձեն տակ Վարդանիկն է գալու ու վատա լինելու ու մարդիկ ինչ-որ մարդիկ հավատացել են Մարտունիկին։ խի դու ինձ չես վստահում, Հիմա Մարտունիկը հայտարարեց, որ ինչ-որ իր այդ խմբակցությունից, իր այդ դաշինքից մարդիկ ձեն կտան Վարդանիկին եւ Վարդանիկը կընտրվի։ կտեսնենք, Բայց առաջի համագումարի ժամանակ հնարավոր է, որ ինքը, որ ունի 2 ձայն, ասի այո, մենք ոնց ինչպես խոստացել եմ, մենք մասնակցում ենք, մյուս երկուսը ասեն չենք մասնակցում, Վարդանիկին չենք ուզում եւ Վարդանիկը չընտրվի։ Ինչ-որ բան կարես ամեն ինչի մեջ։ Կնշանակվի երկրորդ նիստ, երկրորդ համագումար կգան իրար մոտ, այնտեղ նորից կքվեարկեն, բայց այս անգամ արդեն փակ դռների ետևում։ Այսինքն անոնիմ, չգիտես ով ինչա քննարկելու, ով ինչա քվեարկելու, կհանգստանաս կգրես, կքվեարկի ԿՊ-ի օգտին, ԿՊ-ն կդառնա կառավարություն, ողորմելի ընդդիմադիր հատվածի մի շերտ ԿՊ-ի քաղաքապետը կդառնա Գյումրիի քաղաքապետ եւ Մարտունիկը կասի հիշում եք որ ասում էի Վարդանիկը ԿՊ-ի հետ միասին ձենձենի են տվել որպեսի հիմա ԿՊ-ն կառավարի որ հիմա իբր թե Մարտուն ես չգիտեմ չէ ինչ ես ուզում ինձանից, Սերժիկյան շախմատ Բայց սա միայն եւ զուտ վերսիա է, որը կարող է եւ այլ ձև ընթանա եւ Մարտունը իսկապես պարկած լինի Վարդանիկի եւ ՖՍԲ-ի տակ եւ այո ռսամետները եւ ռուսուլմանները այսպես ասած սկսեն կառավարել Գյումրին։ Համենայն դեպս ցավակցում եմ բոլոր խելամիտ գյումրեցիներին, ովքեր ճիշտ ընտրություն են արել, գնացել են եւ ընտրել են նորերին,
Քանի որ եթե այս սցենարը, այս վերջինը սեն շարունակվի, Գյումրիի զարգացումը շատ դանդաղ եւ կարելի ասել հետ ընթաց է ունենալու, որը շատ ցավալի է։ Դուք չեք աշխատում։ Չէ, Գործ չկա։ գործ կա։ Վարչապետը իհարկե հայտարարեց, որ ժողովրդավարությունը ու ամեն մարդ իրավունք ունի ընտրի նրան, ում ուզում է։ Դա իրականություն է, դա իսկապես իրականություն է, բայց չի կարելի հանցագործներին թույլատրել, որպեսզի նրանք տեղակայվեն ընտրական ցուցակների մեջ, ինչ որ ձևերով ընտրվեն ու հետո ասել ժողովրդավարությունն է։ Սա ճիշտ չի։ Բանը կա որ պիտի շատ չխոսես, պետք է մենք առանձին նստենք, մենք պետք է առանձին նստենք, ես երկար քեզ ամեն հարցերիդ մանրամասնորեն խոսեմ։ Դու ուզում ես ինձ անակնկալի բերել լրատվության առաջ, սիրուն Ճիշտը կլինի, եթե հանցագործներին ժամանակին դատախազություն հետապնդի, ժամանակին քրեական հետապնդումը բերի դատապարտման եւ այդպիսի մարդիկ չընկալվեն ընտրացուցակներում, որովհետեւ կրիմինալները եւ հանցագործները չեն կարող լինեն երկրի կամ քաղաքի կառավարիչներ։ Ցանկանում եք բռնեք լավ կայֆ, պետքա ուռեք գազելի մեջ, որովհետև այդ ժամանակ տալիս է դեսանտ կայֆ։ Հավ աղջիկ ես Լենա ինչ լավ տղամարդ է դիմացդ կանգնած, գեղեցիկ, դուխով, հայրենասեր։ Մի փոքր նորություն է մեզ պետք։ Այ օրինակ հայոց պատմություն։ Ինչ գիտեք հայոց պատմությունից, սկիզբը ոնց է դրվել։ Մինչև այդ ջրհեղեղը երկիր մոլորակի վրա գոյություն չեն ունեցել ձեր լեզվով ասեմ նեգրերը, չեն ունեցել կարմրամորտները, նրանք արարվել են Հայաստանի Արարատ լերան ընդերքում լաբորատոր պայմաններում եւ բարձրացվել են Արարատ լերան գագաթը, որբեսի Աստված նրանց շնորհի ահուրը եւ կյանքի կոչվեն նրան։ Ուրեմն դրա համար պետք է նոր տեսակի մարդ արարել։ Փոքր մհերը որոշեց արարել նոր տեսակի մարդկանց իր բաբիկի գիտելիքներով։ Ինքը պաստորեն գենետիկ գիտնական էր։ Աշխարհի վերջին օրերին կանայք պիտի կուսությունից դուրս կան նոր ամուսնանան։ Գրված է, գիտես, բերեմ ցույց կտամ։ Տղամարդիկ պիտի ստորանան կանանց դեմ։ Արա մամել ջան, ես սիրահարվել եմ մի բան չի այ ախպեր։ Արա 2 տարի է հետևից գնում եմ ցավը տանեմ։ Սիրել եմ վարդը դժգույն, սիրուն ստանչված այտերի, մելամաղցոտ խաղաղություն, սույքսե որակաչերի, ես պահել եմ սրտիս խորքում, մի լուր գախնիկ սիրայի, եւ այն երբեք իրաց թաղի տղերքին սաղին տեսել եմ մամել ջան։ What you want, ակշապ են մետոք, ու չեն խայտար քուալյան։ Իթե այլևույթ մեջ անցկա, եհուհի մնայեցալ։ Արա մեկը հաչի ասում ես 2 տարի հոտոտում եմ, արա վարդը նվիրել եմ ախպեր, ալպին գոլդը առել եմ, ով նեղացրել ախպեր, հետևից քարեմ շպրտել ցավը տանեմ, մեկը չի ասում, հայ ախպեր, ինչ անեմ։ Ինչ ես ուզում դրանով ապացուցես։ Ինչ ես ուզում դրանով ապացուցես։ Ասեմ ինչ արա։ Վերջը բարաբերնա։ Ինչա։ Դա մուսացի։ Մեր այդ հզոր ազգը պատմական ձևով տեսակ են, սկզբուց էլ մենք էինք, հետո նոր սև բան եկան, բայց այդ ընթացքում եկե հասել ենք մի կետին, որտեղ պապան չկա։ Ուր է պապան։ Իմ հորս եմ անկել, ես դիմին եմ դիմում։ Բաշոյան Ռոբերտ Հայկազի 1957 թվականին ոչ մեծ տարիքով բիզա է։ Պապ ջան, քո ուզածով ապրում եմ, բրաջագայի պես եմ ապրում։ Սաղ օրենքով գողերի պանյատով ապրում եմ, ոչ մեկ իմ դեմ բան չունի ասելու։ Էլ ինչ ես ինձ ուզում, արի տուն արա, պապա։
Ну, в общем, пап ջան, կներես, արի տուն, ես քեզի կպահեմ։ Ատամներիդ կդնամ, ինչ կանեմ, խես գնաց ինձ թողը։ Вообще, брат, мы вообще в хлам. Ради этого дня рождения я сел за руль, короче. Ես Գարեգի նժդեի ուսմուքի տերապետողն եմ։ Հայկն եմ, նահապետ։ Բայց պապա չի դզում, արի։ Որոշ մարդկանց ընդհանրապես չի հետաքրքրում ընտրություններ, ճիշտն էլ իրենք են անում։ Կեֆ, ուրախություն, TikTok, չէ, TikTok-ը այդքան էլ ոնց որ հարմար չի։ Եթե ուզում եք ստրեսից ազատվեք, կարող եք մի քանի բան անեք, այդ ստրեսը ասենք մեջ կա ցավ ա բերում, այնտեղ հազար մի խնդիրներ ա բերում։ Այ օրինակ կարակ անեք սա։ День-два раза вот это упражнение делать, позвоночник не будет болеть. Это чувак на бородке живет. Ебать, а что он делает? Կամ սա։ Ինչ ես ուզում դրանով ապացուցես։ Վերջի վարիանտ, որ էլ բան չկա անելու, կարակ դեսի բնականա, կարակ սենց բաներ անեք։ Я бы его не любила, я бы с ним развелась. А то любила, и он меня любил очень, и мне его жалко. Он мне был хороший. И что же вы с ним сделали? А? Что я с ним сделала? Ударила ножом. Откуда я знала, что он помрет? Это судьба его такая. Умереть от любимой женщины. Любовь. 2004 թվականից ապրել եմ Լենինգրադում։ Իմ երեխեքը բոլորը ռուսկա язычնի են։ И Нагорный Карабах, и все прилегающие к нему районы являются неотъемлемой частью территории Азербайджанской республики. Եկել են Հայաստանի Հանրապետությունում ծառայելու, Արցախում ծառայել են ջրականում։ Իմ տղան պատերազմի մասնակից է, իմ ընտանիքը, ես ինքս պատերազմի մասնակից ունեմ բոլոր փաստաթղթերը։ Չեմ օգտվում Հայաստանի Հանրապետության կառավարության ոչ մի որոշումից։ Վիճակը ինձ կազմակերպվում է արդեն։ Մեղքս որ մեկն է, որ ես Հայաստանի հպարտ ճակերտների մեջ քաղաքացի եմ։ Ու աղջի, ինչ ասում է։ Մեղք ենք մենք, մեղք, հասկանում եք դուք հարգելի կառավարություն։ И Нагорный Карабах, и все прилегающие к нему районы являются неотъемлемой частью территории Азербайджанской республики. Որոշում կայացրեք, չէ, հետ վերադարձրու իմ Արցախը։ Ես ինքս հետ եմ վերադառնում իմ Արցախ, դուք հասկանում եք ինչ եք արել։ И Нагорный Карабах, и все прилегающие к нему районы являются неотъемлемой частью территории Азербайджанской республики. Չեք հասկանում։ Եթե Արցախը Հայաստան չէր, ինչ էր գոռում Արցախը այս բեմի վրայից ինչ էր գոռում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Իո, իրոք։ Ինչի տվեցիր Արցախը։ Ինչի տվեցիր այսքան զոհերը։ Եռաբլուրին նայում ենք։ Զահրումար, դավաճան հայվան։ 44 օրյա պատերազմից հետո վատ բաները շարունակվեցին, դժբախտությունները շատացան եւ վերջո Արցախը հայաթափվեց եւ արցախցիները փախան Հայաստան։ Մենակարդացածը ձեզ գործիչով է, բան Նիկոլ Փաշինյան։ Արցախի ղեկավարությունը գնաց հանձնվեց քոչվորներին, իսկ նրանք ովքեր եկել էին Հայաստան, մի մեծ խումբ աշխատանք գտավ, հարմարվեց, իհարկե ցավով որ կորցրել է հայրենիքը, բայց դեմ չաշխատեց Հայաստանին, Հայաստանի կառավարությանը եւ Հայաստանի հային։ Ես իմ անուշ Հայաստանի արևաբար եմ սիրում։ Բայց մի մաս կա, մի ստվար կա, որը շատ է սիրում Պուտինին։ Ու գիտեք ինչ են սիրում Պուտինին։ И Нагорный Карабах, и все прилегающие к нему районы являются неотъемлемой частью территории Азербайджанской республики. Ու հիմա այս ստվարը, այս մասը, ու հիմա այս խումբը Հայաստանում է,
եւ ամեն ինչ անում են, որ քանդեն Հայաստանը։ Նա ով է շալակն աշխարհի աշխարհում երբեք տաստեղ չի գնում Գիտի թե ում է թե ուր է գնում Ում է ռելին է անարցունք լալիս Ում է խոսքի վրա ստիվ ծիծաղում Ում է դինչ նստած նարդի Հայաստանի հայը եւ Սփյուռքը 30 տարի օգնել է, աջակցել է, ամեն կերպ ամեն ինչ արել է, որպեսզի Արցախահայը գոյատևի եւ լավ ապրի։ Իսկ երբ եկել է ժամանակը, որ Արցախահայը կոնկրետ միանա Հայաստանի հային եւ շինի Հայաստանը, կառուցի եւ օգտակար լինի, ինչ որ մի մաս, փոքրիկ մաս, այդ արցախցիների իրենց պահում են ինչպես թշնամին իրեն կպահեր։ ողորմելի ընդդիմադիր հատվածի մի շերտ Ու դա շատ ցավալի է։ Կոչ եմ անում բոլոր արցախցիներին։ Հայաստանը ձերն է։ Ընդգրկվեք Հայաստանի մեջ, աշխատեք, ապրեք, մեծացեք, հզորացեք, սիրեք իրար։ Երբ կար Արցախ, գոյություն ուներ արցախցի հայաստանցի, հիմա գոյություն ունի մենակ հայաստանցի։ Արմատներով Արցախից խնդիր չկա, բայց դուք հիմա հայաստանցի։ Միացեք Հայաստանի հայերին եւ աշխատեք միասին եւ կառուցեք այդ երկիրը։ Անժո, դու ինչ կասես։ փոխանակ մտածեք եւ ընդհանրապես ձեզ ինչի է թվում որ sense մեր բոլորի ուշքու միտքը թե գորբանում ով պիտի լինի քաղաքապետ, հա, այդպես է գարի, ձեր տիրացումը չեն քնում թե ով պիտի լինի։ Էս Անժո դու հեչ, արա այդ կողքինի դեմքը խիաթեց։ ողորմելի ընդդիմադիր հատվածի մի շերտ, վերընկած տականքներ, չգիտեմ ինչով եք զբաղված։ Ձեզ ինչ գործ է պետք ասեք գտնենք։ Լսա ինչ գործել կանեմ։ Նախարարի գործ լավ է։ Նախարարս մեկի ցածր։ Only love and respect in everything he does, spreading joy like honey from a jar of buzz.